Այս պահին բարեբախտաբար զուտ որպես հայ մարդ եմ ասում, որը չի ուզում որ պատերազմ լինի, բարեբախտաբար նման բան երևի թե մոտակա ամիսներին չի լինի։ Գիտեք, այս պահին ողջ աշխարհը երևի թե իր հիմնական մասով սպասում է ռուս-ուկրաինական այս թնջուկի հանգուցալուծման։ Ամեն ինչ այդտեղ ասենց սառել է եւ բոլորը նայում են թե ինչ է լինելու, որովհետեւ ռուս-ուկրաինական այս ճակատի որոշակի այս հանդարտեցումը, հավասարակշռությունը ստեղել է բերեուժերի հավասարակշռման։ Ռուսաստանը չի ճնշում Բաքվի վրա, Բաքուն էլ համապատասխան քայլեր չի անում չափից դուրս, որովհետև հասկանալի է, որ Ուկրաինայում սառած վիճակ է։ Երբ որ Ուկրաինայում խնդիրները գոնե հստակենան, այդ ժամանակ ստեղել կհստակենան, որում Հայաստանի Հանրապետությունը շատ բարդ է սպային փուլ է մտնում։ Մենք տեսնում ենք, որ օր-օրի վրա արդեն նախընտրական կրքեր են թեժանում, նոր անձիկ են հայտ ներկայացնում, հաճախ երիտասարդ, հաճախ խոստումնալից, իշխանությունը նյարդային արձագանք է տալիս, Սամվել Կարապետյանի խնդիրը չի լուծվում